Այն բառերը, որոնք օրինակ գրաբարում սովորական կենցաղային, պարզ, իրենց ուղիղ իմաստը կրող միավորներ են եղել, մոռացվելու արդյունքում մի տեսակ, ինչպես ասում են, հնացած գինին ավելի համեղ է լինում, չէ՞, հա, այդ հնացած գինու էֆեկտը կարծես ստանան այդ բառերը եւ սովորական կենցաղային գործածության բառերը ժամանակակից լեզու բերելով մենք կարծես մեր խոսքին հաղորդում ենք որոշակի արիստոկրատություն, ինչ որ հնության բույր, պատմականություն, հղում անցյալին, ոգեղենություն, խորհրդավորություն, այս պատճառով են հաճախ սովորական, ասենք խոյանք, տեսեք խոյանք, պարզապես թռիչք է նշանակել գրաբարում, բայց երբ կիրառում ես ժամանակակից հայերենում հնչում է իբրև ինչ-որ ավելին քան թռիչք, չէ, ինչ-որ հոգու թռիչք, որովհետև դարերի պատմությունը այդ բառերին հաղորդել է կենսագրություն, տվել է կենսագրություն, յուրաքանչյուր բառի նույնիսկ ուղղագրություն գուցե բացատրելու համար անհրաժեշտ լինի անցյալի ինչ-որ մի դեպքի անդրադառնալու, բացատրելու համար օրինակ ասում են ինչու է այսինչ բառը այսպես գրվում, իսկ այն մյուսը այդպես չի գրվում եւ չկա որևէ ասենք քերականական օրինաչափություն եւ բացատրելու համար պիտի հղում անես անցյալին։ Այս պատմություններն են, որ լեզվին կցորդ են դառնում եւ լեզուն ժամանակի ընթացքում սկսում է դառնալ ոչ միայն պարզապես համակարգի մասին գիտություն, այլ նաեւ մշակութային շերտեր, հոգեվոր շերտեր, մտածողություն, աշխարհայացք բերող լայն, շատ ավելի լայն ու խոր աշխարհ